իշխանության գրողը ժողովուրդն է իր անվտանգությունը, բարեկեցությունն ու ազատությունը կերտելու անվերապահ իրավունքով։ Այսօր մայիսի 28-ը մեր տոնացույցում ամենապատվելի ու մեծանուն տոներից մեկն է Հանրապետության օրը։ Մաքարումով ու պայքարով, վերելքով ու վայրեջքով, ձեռքբերումներով ու ձախողումներով ուղեկցված Հայաստանի նորագույն պետականության ուղին դյուրին չի եղել, բայց մեր ժողովրդի անհավանական նվիրումի, անսահման ազատասիրության, ջանադիր աշխատանքի, խորիմաստության, հայրենասիրության ու անկոտրում կամքի շնորհիվ կրկին կանգուն է ավելի քան 1 դար առաջ վերականգնված պետականությունը։ Կանգուն է Հայաստանի Հանրապետությունը իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով, իր ինքնիշխանությունը հավաստող պետական ու հասարակական կառույցներով, իր ժողովրդավարական ինստիտուտներով, երկրի անվտանգության կարևորագույն երաշխավորներից մեկով Հայաստանի Հանրապետության բանակով։ Զորահանդեսի մասնակից ստորաբաժանումներին դեպի Հանրապետության հրապարակ քայլով մարշ! Կազմավորման ու կայացման դժվարի ուղի անցած Հայաստանի Հանրապետության բանակը մեր ժամանակներում արկա մարտահրավերներին ընդառաջ որդեգրել է խորքային կերպափոխման և համակարգային բարեփոխումների ճանապարհը։ Այս գործընթացը ներառում է պրոֆեսիոնալ զինանձնակազմի ձևավորում, կառավարման արդյունավետության բարձրացում, մարդկային ներուժի զարգացում և զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ամրապնդում։ Իրականացված օրենսդրական փոփոխություններն ապահովել են շրջադարձային բարեփոխումներ զինված ուժերի գրեթե բոլոր ուղղություններում։ Բանակի կերպափոխման հայեցակարգում և կառավարության ծրագրում ամրագրված նպատակներին հասնելու համար իրագործվեցին զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելուն և պայմանագրային ծառայության ընդլայնմանն ուղղված մի շարք քայլեր։ Մասնավորապես ներդրվել են պաշտպան հայրենյաց, վերադարձիր շարք ծրագրերը, իգական սեռի կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության հնարավորությունը, ատեստավորման համակարգը, իրականացվել են մի շարք առանցքային բարեփոխումներ ռազմական կրթության բնագավառում։ Պետության սահմանների ամրությունը մեծապես պայմանավորված է ամրաշինական կառույցների, կենսապահովման միջոցների հուսալիությամբ, դիրքերի կահավորվածությամբ, ժամանակակից զինտեխնիկայով ու սարքավորումներով և դիրքային ծառայության ընդգրկուն հնարավորություններով։ Հենց այս տրամաբանությամբ է ձևավորվում Հայաստանի սահմանների պաշտպանական համակարգը։ Զորահանոցաշինությունը, զինծառայողների կենցաղային պայմանների կատարելագործումը նույնպես իրենց կարևոր տեղն ունեն շինարարության ընդհանուր ծավալում։ Սպառազինության ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացումը և բանակը ժամանակակից զենքերով ու զինտեխնիկայով համադրելու գործընթացը զինված ուժերի առանցքային խնդիրներից են և հաջողությամբ իրականություն են դառնում։
Միևնույն ժամանակ հետևողականորեն ընդլայնվում է տեղական ռազմաարդյունաբերությունը։ Մեր զինուժի սպառազինությունը համալրվում է տեղական արտադրության այնպիսի զենքերով, որոնք բացառապես հայկական մտքի և տեխնոլոգիական ներուժի արգասիք են։ Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացմանը նպաստելը ռազմաքաղաքական համագործակցության կարևորագույն նպատակներից է։ Միջազգային կապերի շարունակական խորացումն ու գործընկեր պետությունների հետ համագործակցության ընդլայնումը բանակի պաշտպանունակությունը մեծացնելու և երկրում հաստատված խաղաղությունն ամրապնդելու նոր հեռանկարներ են բացում։ Զինված ուժերի բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկը ռազմական կրթությունն է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շարունակական կատարելագործումը ռազմավարական նշանակություն ունի բանակի համար, որպես զինված ուժերի ապագայի հիմնաքար, բանիմաց, կիրթ, բարոյակամային բարձր հատկանիշներով տոգորված սպայակազմի ձևավորման նախադրյալ։ Նորացված կրթական ծրագրերը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների բնակապահովման ծրագիրը, բարձր կրթաթոշակի սահմանումը, ուսման ավարտից հետո բարձր աշխատավարձի սահմանումը և այլ բարեփոխումներն էականորեն մեծացրել են դիմորդների հոսքը ռազմական ակադեմիա, հնարավորություն տալով ընտրել լավագույններին, երաշխավորելով Հայաստանի Հանրապետության վաղվա բանակի առինքնող դիմագիծը։ Զինված ուժերում կանանց ներգրավվածության աճը, այդ թվում կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության հնարավորությունը կարևոր քայլ է պաշտպանության համակարգում նրանց դերի ընդլայնման ուղղությամբ։ Զինծառայող կանանց համար ստեղծված են լիարժեք ծառայության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Զինծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման և նրանց համապատասխան վարձատրության ապահովման կարևոր գործիք է ատեստավորման համակարգը, որը նպաստում է բարեկեցության մակարդակի բարձրացմանն ու սոցիալական ապահովության առավել հուսալի երաշխիքների ձևավորմանը։ Նոր դիմագիծ, նոր չափանիշներ, նոր որակ, նոր ռազմավարական տեսլական ու զարգացման ուղի։ Այս ամենին համահունչ փոխվում են նաև Հայաստանի Հանրապետության բանակի զինանշանը, մարտական դրոշը։ Զինվորական համազգեստը դառնում է առավել հարմարավետ ու գեղեցիկ, ավելի ամբողջական ու որակյալ, հարիր ժամանակակից, պրոֆեսիոնալ, կարգապահ ու պաշտպանունակ զինված ուժերին, որտեղ զինծառայությունը ոչ թե պարտադրանք է, այլ գիտակցված ընտրություն, որտեղ պետության համակարգված ու ծրագրային աջակցությունը զինծառայողին դարձնում է պաշտպանված իրավական, սոցիալական և բարոյական բոլոր հատկություններում, որտեղ հասարակությունն արժևորում է զինվորական ծառայությունը, իսկ զինվորականը պատվով ու հպարտությամբ է կրում իր համազգեստը։ Բանակը զարգանում է ժամանակի պահանջներին համընթաց, շարունակաբար կատարելագործվելով և լիարժեք իրականացնելով իր